Շնորհավոր։ Հավես Անուջան։ Սրբազան ինչ կարող եք այս օրվա մասին ասել, որովհետև մենք մեր հաղթանակները կարծես մսխել ենք գոնե առնվազն մարտական ոգու մասով, հիմա մեր ժողովուրդը ունի այն ոգին, որը այս հաղթանակները իրենց փոխանցում էին, հա, այս մասով ինչ կարող եք ասել։ Նախ, ինչպես միշտ ասել եմ, այս օրվա խորհուրդը կամ օրերի խորհուրդը մեր ինքնաճանաչողության եւ ինքնագնահատականի մասին է։ Թե ինչպես կարող է մի ժողովուրդ ցեղասպանված, լքված, հիվանդ, ջարդված վիճակով ուղղակի ոտքի կանգնել եւ իր հայրենիքի եւ պատվի համար բոլոր պարամետրերով զախողման ենթադրության իրավիճակում հաղթել իրենից գերազանցող մեծաթիվ բանակներին։ Ես նկատեցի դուք այստեղ իշխանության ներկայացուցիչներ կան, կարծես հերավորություն եք պահում, Ավինյանն է այստեղ, Մհերը Գրիգորյան։ Դե չարիքն էլ է ներկա լինում բարիքի ժամանակ։ Իրենք ուզում են իրենց դեմքը նաև ինչ որ իմաստով է ժողովրդի հաշվին փրկել։ Պղծել են իրենք ամեն ինչ, ոչնչացրել եւ հիմա էլ փորձում են ինչ որ ձևով դեմք պահել, բայց չի հաջողվում, բարի օր ձեզ, որևէ կերպով չի ստացվելու։ Իրենք ունեն իրենց տերերին, որոնք համապատասխան չեն հաղթանակի իրականությանը, բարի օր ձեզ։ Եվ այո, հստակ ես ոչ էլ տեսել եմ, ոչ էլ կարիք կա տեսնելու, տեսնեմ էլ երկու բառ կասեմ։ Բայց այսօրվա խորհուրդը հաղթանակի մասն է, որ բնականաբար իրենց հետ որևէ կապ չունի, այլ մեր ժողովրդի ինքնաճանաչողության հետ եւ ինքնագնահատականի։ Մհեր Գրիգորյանը սահմանազատման գործընթացից էր խոսում, գիտեք, որ կրկին տավուշից է լինելու, անցած անգամ չստացվեց կանխել, այս անգամ ինչ պիտի անել սրբազան։ Ուրեմն դուք ամեն վարքյան ներկա եք եղել այնտեղ, չէ՞։ Ուրեմն հետևյալն ասեմ ձեզ, մենք չենք հաջողել հեռացնելու չարիքին, այո, բայց մենք հաջողել ենք գոնե կարողանալ են մեծագույն աղետը, որ Արցախից հետո պիտի հաջորդեր, ինչ որ ձևով կասեցնել։ Թե աշխարհաքաղաքական իմաստով, որի հաշիվներ իրենք գծել էին, եւ թե ներքին իմաստով։ Դուք տեղյակ եք եղել, ներկա եք եղել, հիշում եք մինչև որտեղ էր հասնում սահմանագծման պատկերը, մինչև ոսկեպարի, վերին ոսկեպարի հատվածը, մեր բանի, ազատամուտի եւ այլն այդ հատվածը, հիմա նույն ուզում են շարունակել, նույնությամբ ուզում են շարունակել, մենք թույլ չենք տալու, Անի ջան, դու էլ մեզ հետ։